Դրականն այն է, որ խորհրդարանական կառավարումը դարձե մեծամասնական կառավարում կլինի եւ ես ընդունում եմ, որ դա բավականաչափ մեկ քայլ առաջ է դեպի ժողովրդավարություն, բայց մյուս կողմից ես մի քիչ մտավախություն ունեմ, որ հանգարց բազմա կուսակցականության տարրը վերանա։ Կիսանախագահական ընդունելի չի, որովհետեւ բաժանելով տարբեր մարդկանց մեջ պատասխանատվությունը Երգիրը առաջընթաց չի ունենա, պիտի անպայման մեկ հոգի լինի պատասխանատու եւ նրան մեղադրանքները եւ հաջողություններն ու փաստողությունները մենք գիտենանք ում է ուղղվելու։ Իսկ այս տեսակ սահմանադրության թե պարլամենտական կեշտա, հանրապետական կեշտա, ապա դա փոշիանում է պարլամենտում եւ ոչ մի պատգամավոր իր վրա մեծ առումով պատասխանատվություն չի կրում։ Պարլամենտական երկիր դառնալու համար այդ երկիրը պետք է հասնի իր զարգացման բարձրագույն ձևին տնտեսական առումով, դա մեկ, երկրորդը պետք է ամբողջությամբ ավարտված լինի կուսակցական շինարարությունը, այսինքն հասարակությունը պետք է շատ լավ գիտենա, թե որ կուսակցությունը ինչ գաղափարախոսություն ունի եւ ընտրությունը կատարի ոչ թե կուսակցության լիդերների մեջ, ինչպես շատ դեպքերում Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում, այլ պետք է կատարի ընտրությունը ըստ կուսակցությունների ծրագրերի, նրանց գաղափարախոսությունների։ Ճիշտ խորհրդարանական ընտրություններն են։ Այդպես ինչու՞։ Գոնե մի քիչ ազնիվ մարդիկ կան, կարող են ինչ-որ օրինական, իրենց պահանջները, որ մենք այսպես լսում ենք բանեկան, զգում ենք, որ ուզում են ժողովրդի կողքին կանգնեն, ուզում են, որ ինչ-որ միտեղ օգուտ տան մեր քաղաքացուն։ Ես կմտածեմ, որ ավելի ճիշտ է նախագահական մնա, որովհետև արդեն դեմոկրատիայից հետո անցել է 25 տարի, 30 տարի ոչ մի բան փոփոխություն չենք զգացել մենք։ Ես փոփոխություններ դարձավ նորից ժողովուրդը անգում կերտա լրիվ։ Խորհրդարանական կողմ եմ այն ժամանակ, երբ կձևավորվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, գիտակից քաղաքացին, որը կարողանա իր ձայնը իրոք բարձրացնել, ընտրել որոշակի գաղափարախոսություն, ուժ, քաղաքական տեսակ։ Ավելի կողմ կլինեի նախագահականին, որովհետև այնտեղ կոնե նախագահի ընտրության հարցում մենք որոշակի մաս կունենանք, բայց խորհրդարանական այն մյուսը չգիտեմ, չեմ կարծում, թե այդ ընտրված խորհրդարանը որևէ բան անի իր նպաստ ժողովրդի։ Դեմ եմ այս փոփոխություններին, ստնդի ավելի լավ է հինը մնա, քան նոր փոփոխությունները։ Չեմ կարծում, որ լավ կլինի։ Նախորդից լավ։ Չնայած նախորդն էլ իրեն չի արտահայտում։ Ընդհանրապես կառավարության փոփոխություն կուզենայի։ Փոփոխվող սահմանադրությունը 200 քանի հոդվածով ոչ մեկ չի ուսումնասիրել եւ ընտրությանը չգիտի ինչ է Իրանից պարունակում։ Նույնիսկ չգիտի խորհրդարանական կամ մյուս կառավարման ձևերի մասին։ Փոփոխություններ են եղել մեջը, ճիշտ է, լրիվ չեմ կարդացել այդ սահմանադրությունը, օրինակները կան, լրիվ չեմ կարդացել, բայց փոփոխությունները կան, որոնք հետագայում պետք է նպաստեն պետության զարգացմանը։